Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Տղա երեխան պետք է հոր օրինակից սովորի լինել ուժեղ, բայց հոգատար, իսկ աղջիկը հոր օրինակից պետք է սովորի, թե ինչպիսի վերաբերմունքի է ինքը արժանի հետագայում ստանալու։ Երբ արդեն ունեցավ թորներ, ես հասկացա, որ ինքը իրականում ինչպիսի հայր է, այսինքն փոքր տարիքից ինքը իմ երեխաներին, իր թորնիկներին, այդ ամբողջ սերը, նվիրվածությունը, որը ժամանակին չի տվել ինձ, արդեն իմ երեխաների միջոցով փորձեց լրացնել այդ բացը։ Մենք մամաներով շատ ենք ուզում, որ պապանը ամեն ինչում ներկա լինի երեխայի դաստիարակման հարցում, բայց ոչ դիտավորյալ, հատկապես երբ որ նոր է ծնված լինում երեխան, չգիտեմ, այդտեղ պամպերս փոխելու կամ նման ինչ-որ հարցերի շուրջ ետ ենք մղում, չգիտակցելով, որ այդպես կապը կտրվում է պապայի եւ երեխայի միջև։ Մայրիկիս հետ եմ շատ մտերիմ եղել, իսկ արդեն պատանեկան տարիքում, երբ որ արդեն պետքա բանակ գնայի բան, հայրիկիս հետ շատ մտերմացա։ Դարեր շարունակ մայրը համարվել է երեխաների խնամքի, դաստիարակության, ընտանիքում խաղաղ մթնոլորտի ու ջերմության երաշխավորը, իսկ հայրը ընտանիքի նյութական բարեկեցության, ապահովության, անվտանգության երաշխավորը։ Բարեբախտաբար ինչ-որ պահից սկսած մարդիկ հասկացան, որ այս կտրուկ դերաբաշխման պատճառով շատ հայրեր գրեթե մասնակցություն չեն ունենում իրենց զավակների կյանքում, ինչից տուժում են երեխաների զարգացումը, հայր-զավակ փոխվստահությունը, կապվածությունը եւ այլ բաներ։ Առաջին պլան եկան կարևոր հարցեր։ Արդյոք հոր գործը միայն երեխաների սոցիալական բարեկեցությունն ապահովելն է ու նրանց պաշտպանելը։ Ինչն է խանգարում հայրերին լինել իրենց զավակների կյանքի ոչ թե դիտորդն ու վերահսկողը, այլ ակտիվ մասնակիցը։ Ինչպես օգնել, որ հայր ու զավակ կապն ավելի ամուր լինի։ Հունիսի 17-ին Հայաստանում առաջին անգամ նշեցինք հայրերի օրը։ Իսկ այսօր որոշեցինք քննարկման հրավիրել հայրերի ու մայրերի, լսելու ծնողավարման մասին նրանց տեսակետները։ Բարև ձեզ հայրիկներ եւ մայրիկներ, շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք մեր հրավերը։ Այսօր խոսում ենք ընտանիքում երեխաների դաստիարակության ու զարգացման գործում հայրերի կարևորության, հայրերի դերակատարման մասին։ Երեխաների կյանքի առաջին տարիները, որոնք ավելի շատ կապված են խնամքի, քնքշանքի, կենցաղային ինչ-որ գործերի հետ, կարծես թե մորն են տրված, բայց հետո գալիս են փուլեր, երբ երեխաները, հատկապես տղաները երևի, ինչ-ինչ հարցերում հորից են պատասխաններ փնտրում եւ ներգրավվածության կարիք զգում։ Կարծեմ ձեր կյանքում այդպես է եղել։ Փոքր ժամանակ մամայիս հետ եմ շատ կապված եղել, ճիշտ է հայրիկս էլ երկրում չէր։ Եկավ այն պահը, որ արդեն պետքա բանակ գնայի ու կապը պապայիս հետ շատ մտերմացավ, ինքը վերադարձավ ու արդեն մենք այդ ժամանակ նոր ես զգացի հոր ու տղայի հարաբերությունները, որտեվ մենք կարծես երկու ընկերներ լինեինք ու այդ տարիները իմ համար ավելի կարևոր էին, քան մանկությանս կոպիտ ասած այդ շրջանը, էլի ավելի շատ ես այդ եմ տպավորվել իմ ու հոր հարաբերությունների այդ հատվածը։ Այսինքն հայրիկը լցրել է այն բացը, որ եղել է նախկինում քիչ շփվելու, հետո ավելի շատ ձեզնով զբաղվելու։ Հա։ Երբ հայրը քիչ է զբաղվում երեխայով, երբ հայրն առհասարակ չի զբաղվում երեխայով, երեխաներով, ձեր կարծիքով ինչ խնդիրների սա կարող է բերել։ Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում հատկապես ես կկարևորեի տղաների, քանի որ ես երկու տղա ունեմ, մայրը կարող է իր խորհուրդները տալ, ինչ որ դաստիարակել, բայց գալիս է մի պահ, որ հոր ազդեցությունը եւ մասնակցությունը շատ կարևոր է։ Հիմա մենք բավականին բարդ ժամանակներում ենք ապրում, որ ամեն ինչը շատ հասանելի է դարձել երեխաներին։ Կողմնակի ազդեցությունները շատ են։ Այո, կողմնակի ազդեցությունները շատ են եւ եթե այդ պահը բաց թողես եւ ճիշտ ուղու վրա չդնես երեխայիդ, այսինքն չփորձես այդ ընկերանալ եւ բացատրել իրան ինչն է լավ, ինչն է վատ, որն է ճիշտ, շատ հնարավոր է, որ երեխան այդ ուղուց նաեւ շեղվի։ Երեխաներին ինչքան էլ մենք ասենք, իրենք սովորում են օրինակով, այսինքն տեսնելով։
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հոր ներկայությունը երեխայի կյանքում, ինչպես նաև մոր ներկայությունը։ Ես կարծում եմ, որ ներգրավվածության պակասը շատ անդառնալի հետևանքների կարող է բերել, որովհետև օրինակ, եթե հայրը տանն է ամբողջ օրը եւ տպավորությունն է, որ ինքը դե հա տանն եմ անցկացնում, ամբողջ օրը դες հետ եմ անցկացնում, բայց մտքով դու իրենց հետ չես, կամ օրինակ թիկնել ես բազմոցին եւ ամբողջ օրը հեռախոսի մեջ ես, կամ ֆիլմ ես նայում եւ չես մասնակցում երեխայի հետ ինչ որ գործունեության, օրինակ դասապատրաստման process-ին չես մասնակցում։ Թեկուզ եւ դու ամբողջ օրը տանն ես, բայց ինչ օգուտ դրանից։ Կարող է դու 5 րոպե կարողանաս ժամանակ տրամադրել, լսես երեխայի խնդիրը եւ օգնես այդ խնդիրը ճիշտ լուծել։ Եթե դա լուրջ խնդիր չի, օրինակ իմ դեպքում, ես աղջկաս ասում եմ, որ սա քո լուծելու հարցն է։ Դու ինքդ կարող ես գնալ, մոտենալ ուսուցչին եւ խոսել հետը, կամ եթե խնդիրը աշակերտներից մեկի հետ է, քո ընկերուն մոտենաս եւ այսպեսի բան ասես։ Երբ որ ինքը լուծում է այդ հարցը հետո, իր մոտ առաջանում է ինքնավստահություն։ Հետագայում, երբ որ ինքը որոշակի խնդրի բախվի, նմանատիպ խնդրի, արդեն ինքը գիտի թե այդ հարցը ոնց է լուծելու։ Հետո կամած ավելի լուրջ խնդիրներ կարող են լինել։ Դուք ասացիք հայրը թիկնել է բազմոցին, շատ տարածված իրավիճակ է եւ ենթադրենք հեռուստացույց է նայում, այնինչ կարող էր իջնել գորգին եւ երեխայի հետ խաղալ։ Հաճախ եք նման պահեր պարգևում ձեր երեխաներին, հայրիկներ։ Ամեն օր։ Ես փուճուրիս հետ եմ շատ զբաղվում, մեծ աղջկաս հետ էլ ազատ ժամանակս ինձ է ստացվում, որ շատ է լինում, աշխատում եմ երեխաների հետ զբաղվեմ, որտեվ դա նրանց ալտերնատիվ տարբերակ կլինի այդ պլանշետներից, այդ հեռախոսներից կտրվելու համար, պետք է իրենց ալտերնատիվ տարբերակ տանք, որ եթե սա չլինի, ինչ լինի։ Այսինքն մենք պետք է զբաղվենք իրենց հետ։ Արդեն հասկացա, որ խաղում եք երեխաների հետ, հիմա հետաքրքիր է էլ ինչ պարտականություններ կան, որ կամ կիսում եք ձեր կնոջ հետ, կամ լիովին ձեզ վրա են երեխաների հետ կապված։ Կերակրել եւ լողացնել։ Այդ առումով բարդ է, ճիշտ ասած, որտեվ մամային են սովոր փուճուրս նմանաման, դե մեծս արդեն մեծ է, ինքնուրույն անում է։ Փուճուրս, չէ, ավելի շատ մամայի տակ կապված, որտեվ 2 տարեկան է դեռ լողացնել ու դասնել մաման է անում, չէ։ Ինչու հայրիկները չեն վերցնում այս կենցաղային փոքր գործերը իրենց վրա։ Մենք այդ կարծրատիպը կոտրել ենք մեր ընտանիքում, երբ որ աղջիկս փոքր էր, աղջիկս հիմա 11 տարեկան է, բայց երբ որ փոքր էր, նու ամենաառաջի անգամ լողացրել է մամաս, ու հետո նենց ստացվեց, որ ծնողներս տեղափոխվեցին Հայաստանից մի որոշ ժամանակով եւ լողացնելու պահը գայնան շատ էր վախենում երեխային լողացնելուց, որտեղ դե շատ փոքր էր, էլի, ինչ որ մի 2 ամսական վիճակ էր։ Ես աղջիկասել եմ լողացրել այդ փոքր ժամանակ, տղայիս էլ շատ բարդ է, երբ որ դու լողացնում ես երեխային, տես կռացած մի ձեռքով, հասկանում ես, որ դա ավելի շատ տղամարդու գործ է, որովհետև ինքը բարդ է, իրականում մի ձեռքով պահել, իրան մի ձեռքով լողացնել հեշտ չի։ Իրականում դա անznազողություն պահանջող բան է։ Օրինակ, երբ որ դու աշխատանքից եկել ես հոգնած, բայց երեխան ինքը ուզում է խաղալ եւ իր համար հետաքրքիր չի, որ դու հոգնել ես, մեր տրամադրությունը։ Իհարկե, ինքը ուզում է խաղալ, ինքը ամբողջ օրը քեզ ասպասել, ասում է նոր խաղը ուզում եմ խաղամ։ Իրականում դա անznազողություն է պահանջում, բայց ծնող լինելը առաջին հերթին հենց անznազողությունն է իմ կարծիքով։ Ինչն է ստիպում մորը, որ վեր կանա գիշերը եւ կերակրի երեխային։ Այդ անznազողությունը։ Դրա համար կարծում եմ, որ այդ նույն անznազողությունը պետք է դրսևորի նաեւ հայրը, չնայած որ դու կարող ես շատ հոգնած լինել աշխատանքից հետո։ Ինչպես ամուր կապ ստեղծել հոր ու զավակի միջև։ Այս հարցին այսօր դեռ կանդրադառնանք, իսկ հիմա ուսումնասիրենք մեդալի հակառակ կողմը։ Ինչն է բարդացնում, իսկ երբեմն նաև անհնարին դարձնում հայր ու զավակ կապը։ Եթե չենք խոսում ընտանեկան բռնության, ապահարզանի, ամիսներ ձգվող գործուղումների, ամուսինների միջև գերլարված հարաբերությունների մասին։ Պատասխանը կարծես ինքն իրեն թակում է մեր դուռը։ Կարծրատիպեր։ Դուրս ենք բերել 3-ը, մեր կարծիքով ամենատարածվածները։ Ոմանք կասեն միֆ է, նման բան չկա, ոմանք էլ կպնդեն հակառակը։ Մեզ հետաքրքիր են բոլոր կարծիքները։ Ուստի դուրս ենք եկել մեր երկրի տարբեր քաղաքների ու գյուղերի փողոցներ, լսելու պատասխաններ անցորդներից։ Ոչ, իհարկե միֆ է, հայրը պետք է ցույց տա, ոչ միայն հայրը, մայրը, տատիկը, պապիկը, բոլորը պիտի ցույց տան իրենց զգացմունքները երեխային եւ ընդհանրապես շրջապատին։ Իսկ այդպես հայրը չի դադարի լինել մեկում ներկայությունը զգաստացնում է երեխային։ Իհարկե ոչ։ Իմ կարծիքով դա միֆ է, որովհետև եթե ցույց տաս երեխայի այդ քո զգացմունքներն ավելի པարզ կլինի ձեր շփումը միմյանց հետ։ Հակառակը։ Զգացմունքները պետք է արտահայտել։ Որ համ երեխան զգա ոնց որ մորն է զգում, տեցել հորը։ Ես կասեի դա վերաբերում է հիմնականում տղաներին,
որ պետք չի ցույց տալ, իսկ աղջիկներին հակառակը պետքա ցույց տալ, որպեսզի աղջիկը զգա սերը, ջերմությունը հոր, որովհետև ուշ թե շուտ ամուսնանալու է գնա եւ այդ հուշերն են մնալու ծնողներից։ Իսկ տղաներին ճիշտ հակառակը։ Տղաներին ցույց տալով ոնց որ ավելի են ակտիվանում եւ դառնում են անվերահսկելի այսօրվա դրությամբ։ Օրինակ ես որպես մայր կուզեմ, որ իմ ամուսինը ներգրավի երեխայի հիգիենայի եւ այլն, բայց ամեն ինչ ունի իր չափը։ Երևի թե այս առումով կիսում եմ այս կարծիքը։ Դա նույնպես միֆ եմ համարում, ես ինքս մասնակցում եմ իմ երեխայի դաստիարակության եւ մնացած այլ գործերին եւ սխալ եմ համարում այդ մտածելակերպը։ Ոչ թե չպետք է, այլ այստեղ պարտավոր է մասնակցի, որովհետև հայրը, ինչպես ասացի, տան հիմքն է, սյունն է, օրինակն է ու նաև աղջկա եւ տղայի համար հետագայում իրենց կյանքում լավ օրինակ է, թե տղան ինչպիսին պետք է լինի իր ընտանիքում արդեն հետագայում, իսկ աղջիկը ինչպիսին դրություն պետք է կատարի։ Իսկ առնականությունը չի կորցնի այդ դեպքում զավակների աչքերում։ Ոչ, չի կորցնի։ Վաղուց անցել է այդ ժամանակաշրջանն ու դարաշրջանը, հիմա բոլորը հավասար աշխատում են եւ երեխաներն են պահում եւ ֆինանսական խնդիրներ են կիսում միասին։ Կին տղամարդ տարբերություն կարծում չկա։ Որոշ չափով իրականություն է, որովհետեւ մայրը հիմնականում զբաղվում է երեխայի դաստիարակությամբ, իսկ հայրը հոգում է ընտանիքի ծախսերը։ Միֆ է, հիմա հատկապես չկա, այ մեր ժամանակներում այդպես էր, բայց հիմա դա բացառվում է, որովհետև եւ հայրը եւ մայրը երբ պիտի ֆինանս աշխատեն, երբ պիտի երկուսն էլ զբաղվեն երեխայի դաստիարակությամբ, աճով, ամեն ինչով հավասարապես։ Ընդհանուր առմամբ համամիտ եմ, որովհետև ամուսինը դա ոնց որ տան դրսի պատն է, կինը ներսի։ Եվ այդ ֆինանսական հիմնական բեռը պետքա կրի մեր հայկական տրադիցիայի համաձայն, սովորույթի համաձայն, իհարկե կրում է հայրը։ Մյուս գործերը մայրիկին։ Իհարկե։ Տղամարդը լաց չի լինում։ Տղամարդն իրեն պետք է ծանր պահի։ Տղամարդը պետք է զուսպ լինի իր սիրո արտահայտություններում։ Մենք այս պնդումները լսել ու լսում ենք ամենուր, բայց այսօրվա ծնողական ժողովը դրանց պատճառները քննարկելու մասին չէ։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու են շատերը հավասարության նշան դնում հոր զգացմունքները արտահայտելու եւ այդպիսով երեխաների, ընկերների, անգամ սեփական ծնողների աչքերում հեղինակազրկվելու միջև։ Կօգնի հասկանալ հոգեբան Գևորգ Էլվաջյանը։ Բարև ձեզ, Գևորգ։ Բարև ձեզ։ Կա այսպիսի մի տեսակետ, որ տղամարդը վախենում է կորցնել իր առնականությունը, եթե օրինակ փոխում է երեխայի տակդիրը, զբոսնում է երեխայի հետ, նրան տեսնում են հարևանները, որ մանկասայլակ է իջեցնում, երեխայով է զբաղվում, երեխային տանում է դպրոց, բերում է, իսկապես այդ հեղինակազրկվելու վախն ունի, բայց գուցե նաև կան այլ ներքին հոգեբանական մեխանիզմներ, որոնցով բացատրվում է այս վախը եւ երեխայով քիչ զբաղվելու կամ առհասարակ չզբաղվելու տղամարդու որոշումն ու ցանկությունը։ Երբեմն ուղղակի ծուլությունն է դրա պատճառ դառնում, ըստ իմ դիտարկումների, երբ մարդը չի ուզում անել ինչ-որ մի բան, սկսում է գտնել պատճառներ, թե ինչի դա ինքը չի ուզում անել։ Երբեմն մամաներն են պապաներին հանում ընտանեկան կենցաղային հարցերից, նույնիսկ այն դեպքում, երբ որ պապաները ի սկզբանե կուզենան ներգրաված լինել, որովհետև այսպիսի մի պահ մտքիս եկա, որ տղաները իրանք ունենում են իրանք կյանքում մի շրջան, դա մեծամասամբ բանակի շրջանն է եւ իրանք առանձին են օրինակ ապրում ծնողներից կամ ուսանող են տեղափոխվում մեկ այլ քաղաք, իրենց հարցերը շատ լավ հոգում են։ Եվ երբ որ գալիս է արդեն ամուսնություն, մի տեսակ լինում են տաբու թեմաներ, որտեղ որ տղամարդիկ պետքա ներգրաված չլինեն, ըստ ինչ-որ մարդկանց, եւ այդ հարցերում նաեւ օգնում են իրենց կարծրատիպերով մամաները, կարծում եմ շատ հաճախ, երբ որ իրանք իրենց վրա այնքան շատ են վերցնում ընտանեկան կենցաղային դերերը, եւ պապաներին ավտոմատ դուրս են թողնում այդ հարցից։ Ինչու է կարևոր, որ հայրերն ու երեխաները ունենան ամուր կապ եւ ինչ կշահի դրանից երեխան, հասարակությունը, ընտանիքը եւ ինքը հայրը։ Առաջարկում եմ այս քննարկումը շարունակել ծնողների հետ, միանանք նրանց, համեցեք։ Եվ այսպես մեր քննարկումը կշարունակենք մի փոքր խաղի տեսքով։ Մենք պատրաստել ենք թղթապանակներ եւ հարցաշարեր։ Խնդրում եմ վերցրեք, ծանոթացեք դրանց բովանդակությանը։ Այստեղ գրված է 3 հարց եւ հարցի հավանական 3 պատասխան։ Պետք է ձեզ խնդրեմ, որ ընտրեք ձեզ համար ցանկալի ու ձեր կարծիքով ճիշտ պատասխանը
եւ Գևորգը կմեկնաբանի մասնագետի աչքերով։ Փորձը։ Ես ընթերցեմ հարցը, դուք կասեք ձեր տարբերակները։ Ինչ է տալիս հայր-զավակ ամուր կապը հորը։ Հնարավորություն լինելու համոզված, որ զավակը կլինի ենթարկվող, կհամաձայնի հոր կայացրած որոշումներին եւ առաջնահերթություն կտա նրա խորհուրդներին։ Հնարավորություն ավելի մոտ լինելու զավակին, ինչը բարենպաստ է ազդում հոր ինքնագնահատականի ու երջանկության վրա, տղամարդը զգում է իր պատասխանատվությունը, ինչն էլ ուղղություն է տալիս նրա կյանքին։ Եվ երրորդ տարբերակ, հնարավորություն վերահսկելու զավակի ամեն քայլը, ինչն էլ երաշխավորում է այդ քայլերի հաջողությունը։ Որ տարբերակն է ձեզ համար ընդունելի։ Ինձ համար ավելի շատ է երկրորդ տարբերակը, քանի որ հոր եւ զավակի կապը միանշանակ հոր երջանկության հետ կապ ունի, որտեվ ինչքան ամուր լինի երեխաների հետ կապը, այդքան ծնողը, հայրը երջանիկ կլինի։ Վելին, հետաքրքիր է ձեր մոտեցումը։ Նմանապես երկրորդ տարբերակը իհարկե կա այլ տարբերակ, այլ նախընտրություն։ Երկրորդը, որտեվ այնտեղ կա եւ ջերմություն, եւ փոխադարձ հարգանք, եւ իրար հասկանալ, ամեն ինչ ներառված է։ Ես էլ եմ երկրորդը ընտրել, որովհետև գտնում եմ, որ երեխաները պետք է քննադատական մտածողություն ունենան։ Առաջինի դեպքում կարծում եմ բացակայում է եւ վերջինն էլ երրորդ տարբերակում երեխան, եթե բոլոր քայլերը քննարկում ենք, ինքը ինքնուրույն չի լինի այլևս։ Պետք է որոշ հարցեր թողնենք ինքը ինքնուրույն որոշում կայացնի։ Բայց եւ այնպես մյուս երկու տարբերակներն էլ կյանքում շատ են պատահում, երբ ծնող այդ կապը ստեղծում է երեխային կառավարելու, իշխելու համար, ոչ թե էմոցիոնալ բաղադրիչն է դնում առաջին տեղում, այլ հենց իր դոմինանտության։ Հաճախ լսում ենք նմանատիպ կարծիքներ, ինքս վերջերս հանդիպել եմ նման մի կարծիքի, երբ որ իմ մտերիմ մարդկանցից մեկը ասաց, որ ես ավելի լավ գիտեմ, թե ինչ է պետք իր երեխաներին, քան իրենք, եւ այդ այն դեպքում էր, երբ որ երկու զավակներն էլ չափահաս են եւ նմանատիպ մոտեցումը դա կարող է բերել շատ ցավալի հետևանքների եւ ավելի կապի խզման եւ կտրման ծնողի եւ երեխաների, որովհետեւ երբեմն դա ուղղակի ծնողների կողմից իրենց սեփական էգոն շոյելու հնարավորություն է եւ իրենք շատ հաճախ ինքնահաստատվում են ցավոք սրտի երեխաների վրա։ Հաջորդ հարցին անցնենք, ինչ է տալիս հայր-զավակ ամուր կապը զավակին այս անգամ։ Առաջին տարբերակ՝ սիրո աջակցության եւ ապահովության զգացում, ինչն էլ օգնում է ինքնավստահության եւ մարդկանց հանդեպ հավատի ձևավորմանը։ Երկրորդ՝ անախորժություններից խուսափելու եւ բոլոր իրավիճակներում հորից աջակցություն ստանալու հնարավորություն, եւ երրորդ՝ կարևոր որոշումներ կայացնելիս հոր սպասելիքներին համապատասխանող քայլեր կատարելու եւ այդպիսով չսխալվելու հնարավորություն։ Որն է համարում ճիշտ մոտեցում։ Ընտրել եմ առաջին տարբերակը՝ սիրո աջակցության ապահովության զգացում, ինչն էլ օգնում է ինքնավստահություն եւ մարդկանց հանդեպ հավատի ձևավորմանը։ Որովհետեւ եթե երեխան պետքա օրինակ երրորդ տարբերակը քննարկենք, եթե իմ կարծիքով երեխան պետքա որոշում կայացնելիս անպայման հաշվի առնի, որ չսխալվի, էլի գալիս է նրան, որ ինքը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել։ Մենք կունենանք օրինակ 20 տարեկան մեծ տղա, ով չի կարող ինքը իր փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնել։ Եթե մենք միշտ թողել ենք, որ դրա համար այս դեպքում ինձ թվում է առաջին տարբերակը ամենախելամիտն։ Կցանկանայի երկրորդը քննարկենք, որովհետև այստեղ կա որոշակի ռացիոնալ հատիկ, բայց եւ վիճելի է։ Ամուր կապը հոր եւ զավակի միջև երեխային տալիս է անախորժություններից խուսափելու եւ բոլոր իրավիճակներում հորից աջակցություն ստանալու հնարավորություն։ Աջակցություն ստանալու մասին է խոսքը, որը կարեւոր է երեխայի համար։ Ինչ եք կարծում, սա նույնպես ընտրելու ենթակա տարբերակ է։ Մասամբ այո, կարծում եմ, որովհետև աջակցություն ստանալը այդ կարևորագույն բաղադրիչներից մեկն է ծնողավարման եւ երեխան պետք է ցանկացած պարագայում իմանա, որ իր ծնողները իր կողքին են, այդպես ավելի իրեն եւ հեշտ կլինի եւ հետագա խնդիրներից խուսափելու մեծ հնարավորություններ կլինեն եւ կնվազեցվի այն ռիսկը, որ երեխան ինչ պատճառներով ինչ որ բաներ կթաքցնի ծնողից։ Բայց միևնույն ժամանակ չարժի խառնվել նրա գործերին եւ տոտալ կոնտրոլի եւ վերահսկողության դաշտ տանել այդ ամեն ինչը շատ հաճախ արվում է ծնողի։ Հենց այդ բոլոր բառը հենց այդ բոլորն է այստեղ շատ տրիգերային։ Բոլոր իրավիճակներում բառը ինձ ստիպեց, որ երկրորդը չընտրեմ, որովհետև իրավիճակներ կան, որ նույնիսկ եթե երեխան բախվի անախորժությունների, ինքնուրույն կարող է լուծել որոշ հարցեր։ Հետաքրքիր է ինչ եք ընտրել եւ ձեր մեկնաբանությունը։ Ես էլ եմ ընտրել առաջի տարբերակը՝ սիրո աջակցություն եւ ապահովություն զգացման, բայց կուզենամ անդրադառնամ այս երրորդ տարբերակին, այս չսխալվելու հետ կապված,
եւ սպասելիքներին համապատասխանելու։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս էլ կյանքում սխալվում ենք եւ սխալների վրա ենք սովորում եւ կարծում եմ, որ երեխաներն էլ պետք է սխալվեն իրենց կյանքում, փորձեն լուծեն այդ սխալը, որպեսզի կյանքում արդեն իրենց համար հեշտ լինի եւ չփախվեն էլ սխալներին։ Ես իհարկե ընտրել եմ առաջին տարբերակը, բայց երրորդի մասով կուզենայի ասել, որ այստեղ մի տեսակ ավելի շատ բացասական իմաստով է գրած այս տարբերակը, բայց նաեւ այսպիսի մի խնդիր կա, որ երբ որ հայրը որոշակի քայլեր է անում երեխայի դաստիարակելու համար, հա, ինչ որ բան է սովորացնում, հետագայում երեխաներ իրան պարտավորված ազգում, որ հոր հույսերը արդարացնի, հա, այսինքն միևնույն ժամանակ սպասելիքները եւ հույսերը արդարացնի, այսինքն նաեւ իր քայլերի ժամանակ ինքը միշտ էլ մտածում է, թե ուզում է հավանության արժանանալ այսպես հայրը ոնց կարձագանքի, հա, այսինքն արդյոք ինքը ճիշտ է հասկացել նույն հոր տված խորհուրդները, ցույց տված ուղին եւ այլն, այսինքն երրորդ տարբերակն էլ կարելի է, եթե ոչ բացասական կոնտեքստով, այլ կարելի է այսինքն ծայրահեղությունների գիրքը թե չընկնենք, այդ տարբերակն էլ կարող է քննարկել։ Ես միանշանակ դրան եմ ուզում հորդորել եւ այս ծայրահեղությունները միշտ մեզ խանգարելու են ծնողավարման մեջ եւ բնականությունը վերցնել որպես անկյունակար եւ շարունակել բնական հունով եւ բնական վիճակներով միշտ սխալ է լինում, երբ որ ընկնում ենք ինչ-որ մի ծայրահեղության կողմը, մենք էլ չգիտենք, չէ, ամեն ինչի մասին։ Եվ ծնողավարումը պետքա սովորել։ Դա մի բան է, որին մարդիկ սովորում են։ Եվ օրինակ ես իմ սեփական օրինակը կարող եմ բերել, որ շատ հարցերի ուրիշ ձև են վերաբերվում 5 տարի տարբերությամբ երկու երեխաների դեպքում եւ գուցե երրորդի ժամանակ այլ ինչ որ նոր բան մտցնեմ ծնողավարման մեջ, չգիտեմ։ Արդեն փորձն է խոսում։ Արդեն փորձն է նաև խոսում ինչ որտեղ։ Եվս մեկ հարց ունենք, ես ընթերցեմ, ինչպես է ծնող զավակ-ամուր կապն անդրադառնում հասարակության վրա։ Պատասխան առաջին՝ չի անդրադառնում, օգնում է ստեղծել կայուն ընտանիքներ, ինչն էլ խթանում է հասարակության սոցիալական եւ հոգեբանական բարեկեցությունը, բազմապատկում է ծնողների երիտասարդներից կախյալ վիճակում լինելու հավանականությունն ապագայում։ Կռահում եմ, որը կընտրեք, բայց կքննարկենք նաև մյուս տարբերակները։ Եթե կռահել եք, ուրեմն երկրորդն եմ ընտրել, իրականում, որովհետև չի անդրադառնում տարբերակը չի կարող իրական լինել, որովհետև մեր հարաբերություններից երեխաները բնավորություն են ձևավորում եւ իրանք դաստիարակված երեխաներ կլինեն, թե ուրիշների հանդեպ հարգալից երեխաներ կլինեն, թե ինչպեսին կլինեն, այսօր մենք ենք դա կազմավորում եւ չի կարող դա ուղղակի չանդրադառնալ, որովհետեւ իրանք ապրել են հասարակության մեջ, որտեղ հիմա մենք ենք ապրում։ Ես եւս ընտրել եմ երկրորդ տարբերակը, մի բան կարող եմ հաստատ ասել, երեխաները սովորում են օրինակով, տեսնելով ծնողներին։ Բնականաբար երկրորդ տարբերակը, ճիշտ ասած երրորդը մի քիչ չհասկացա ով է ումից կախման մեջ գտնվելու հետագայում երեխաները ծնողներից թե ծնողները երեխաներից։ Այսինքն այստեղ նաև բացասական երանգ միտումավոր թույլ ենք տվել, այսպիսով ընդգծելով, որ ծնողը ինքն իրեն էլ է կախվածության մեջ դնում։ Մի քիչ այդքան էլ չեմ ասի, որովհետև ճիշտ դաստիարակություն ստացած երեխան, երիտասարդը հետագայում արդեն միևնույն է ինքը իր ծնողին չի թողնի անխնամ կամ ինչ-որ միայնակ վիճակում։ Ես էլ բնականաբար երկրորդ տարբերակն եմ ընտրել, այս չի անդրադառնումը կարծում եմ մի քիչ բան է, որտեվ անդրադառնում է եւ ես իմ փորձով էլ կարող եմ ասել, որ թե իմ կողքի մարդիկ, թե ընկերները տեսնում են, թե ես ինչպես եմ վերաբերվում իմ երեխաներին, իմ ու փորձում են, եթե իրանց մոտ դա թերի է, իմ օրինակով, մեր օրինակով փորձում են գոնե իրանք էլ նման ձև լինեն իրենց ընտանիքներում, մի խոսքով այդ երկրորդ տարբերակն եմ ընտրում։ Եվ մի լրացում էլ էլի, չի անդրադառնում տարբերակը, ցավոք սրտի հաճախ կարող ենք հանդիպել մեր շրջապատում այն մարդիկ, ովքեր որ մտածել են, որ ոչ մի կերպ չի անդրադառնում իրանց երեխաներին մենք տեսնում ենք ու հասկանում այո շատ վատ անդրադարձա դա ունենում եւ նաեւ մեր երեխաների վրա շատ վատ ազդեցություն։ Այստեղ թերևս քննարկման ենթակա է երրորդ կետը, այն իմաստով, որ ինչու ենք մենք այսպիսի ձևակերպում տվել, ուրեմն ծնող զավակ ամուր կապը անդրադառնում է հասարակության վրա, արդյոք անդրադառնում է թե չէ, պատասխանը հետեւյալն է, բազմապատկում է ծնողների երիտասարդներից կախյալ վիճակում լինելու հավանականությունը ապագայում։ Մենք շատ դեպքեր գիտենք նաեւ, երբ ծնողները տարրալուծվում են իրենց երեխաների մեջ, երեխաներին բաց չեն թողնում, ուզում են միշտ իրենց կողքին լինեն, նաեւ հասուն չափահաս կյանքում, սա ինչ որ իմաստով կաշկանդում է երիտասարդներին եւ մեծերին նույնպես դնում է կախյալ վիճակում, սա էլ քննարկենք։
Սիրով շատ կարևոր հարց եք բարձրացնում իրականում ու շատ տենց զավեշտալի պահեր կան սրա հետ կապված։ Երբեմն լսում ենք, որ օրինակ sense արտահայտություններ ինչ որ մարդկանց կողմից, ես ինքս ականատես եղել եմ շատ, որ ասում եմ երեխեն չգիտեմ ինչ գնամ, երեխուն չգիտես անեմ, անեմ, երեխեն գնաց այստեղ անհանգիստ եմ, բան իմանում ես, որ դա երեխան արդեն 30-40 տարեկան է, ու sense են որ մոտը շոկ է լինում, ոնց կարելի է իր մասին որպես երեխա արտահայտվել։ Եվ այդ իսկապես կարող է բերել այդ փոխկախյալությանը եւ ծնողի կողմից եւ ճակերտներով երեխու կողմից, հա, ամեն դեպքում ինքը լավ երևույթ չի եւ կարեւոր է որ ծնողները իրենց կողմից իրենց որդիներին բաց թողնեն ինչ որ մի տարիքում եւ սպասելիքները լինեն adekvat, որովհետեւ մեծ սպասելիքներն էլ են բերելու շատ մեծ հետևանքների, սպասելիքներ ընդհանրապես չունենալն էլ կարծում եմ անհնար է այս դեպքում։ Շնորհակալ եմ Գևորգ, որ այսօր միացաք մեր քննարկմանը եւ ձեր կարևոր դիտարկումները բերեցիք մեր ծնողական ժողովին եւ որպես հոգեբան, եւ որպես հայրիկ։ Շատ հայրիկներ այն կարծիքին են, որ երեխայի կյանքում հոր դերն ակտիվանում է երեխայի դեռահասության շրջանում, երբ տղամարդու դիմաց արդեն քիչ թե շատ կայացած մարդ է, որն ունակ է լսելու, հասկանալու, պատասխանելու։ Այլ կերպ ասած, որին կարելի է բան հասկացնել։ Նորածին որևէ բան չես հասկացնի, նրա հետ կապը ստեղծվում է հպվելով, գրկելով, երգելով, զբոսանքի տանելով։ Կարճ ասած, նրա խնամքի ու զարգացման գործերին ակտիվ մասնակցելով։ Այստեղ մենք ակամա կհիշենք տարբեր կանանց կարծիքներն այն մասին, որ տղամարդուն երեխա վստահել չի կարելի։ Մինչև լողացնում են լոգարանում ջրհեղեղ է լինում, մինչև կերակրում են տնով տեղով կեղտոտվում են, իրենք ավելի շուտ են քնում, քան երեխան։ Արդարացի հարց է առաջանում, մայրիկները, տատիկները կարող են խանգարել հոր ու զավակի միջև ամուր կապի ստեղծմանը։ Միտումնավոր չէ, ակամա։ Նախաձեռնել ենք փորձարկում, որը ենթադրում եմ լուր, բայց շատ պերճախոս պատասխան կտա այդ հարցին։ Երևանի այգիներից մեկում իրականացրել ենք սոցիալական փորձարկում երիտասարդ ընտանիքի մասնակցությամբ։ Փորձարկման գլխավոր դերակատարը հայրն է։ Նա կստանցնի փոքրիկի խնամքին առնչվող բոլոր գործողությունները, կկերակրի, կխաղա եւ այլն։ Իսկ մայրիկը պարզապես կնայի ու կժպտա։ Մեր նպատակն է տեսնել, թե ինչպես կարձագանքեն անցորդները, երբ կտեսնեն, որ տղամարդն իր ուսերին է վերցրել շատերի կարծիքով բացառապես մայրերին վերաբերող պարտականությունները։ Փորձարկման ընթացքում հատուկ արձագանքներ չեղան։ Կարելի է ենթադրել, որ հոր ներգրավվածությունը երեխայի խնամքին մեր հասարակությունն ընդունում է որպես օրինաչափություն։ Դուք
դիտում եք ծնողական ժողով, այսօր խոսում ենք երեխայի կյանքում հոր դերի մասին։ Ինչ անել, որպեսզի երեխան ամուր կապ ունենա հոր հետ, մայրիկների պարագայում ինչպես նպաստել այդ կապի ստեղծմանը, հայրիկների պարագայում արդեն ավելի բնական է դուք ձեր փորձից եք խոսելու։ Նախ փորձենք հասկանալ ինչ չանել, ինչպես չխանգարել այս կապի ստեղծմանը, խնդրեմ։ Կարծում եմ ամենաճիշտ տարբերակը դա հոր հեղինակությունը միշտ բարձր պահելն է, այսինքն չվատաբանել, չփորձել ցույց տալ, որ այս կամ այն պարագայում հայրիկը ինչ-որ սխալ արեց, անգամ եթե ինչ-որ մի բանը սխալ է եւ այնպես չի ստացվել, ինչպես դուք կուզենայիք, ամեն դեպքում այդ սուրանկյունները չստեղծել, միշտ փորձել հոր կերպարը պահել շատ ավելի բարձր դիրքերում։ Երեխային չճնշել սեփական ազդեցությամբ։ Այսինքն ճնշված չպահել այս երեխային, որ ես քո պապան եմ, դու պետք է ինձնից սաստվես կամ ինձնից վախենաս։ Մի խոսքով երեխային պետք է պահել ազատ եւ հանգիստ, որպեսզի ինքը իրեն լավ զգա։ Չվախացնել պապայով, պապային բոբոչ սարքել, որտեղ որ կա վախ, ճնշում, այնտեղ չկա սեր եւ հարգանք։ Ուղղակի չվատաբանել հորը։ Ես կարծում եմ, որ նաեւ պետք է հիասթափություն ցույց տալ եւ սրան նաեւ ուղիղ համեմատականը չսահմանել երեխայի համար անհնար նշաձողեր։ Օրինակ, եթե երեխան ցածր գնահատական է ստացել դպրոցում, պետք չէ ցույց տալ հիասթափություն։ Չարժե ասել, որ այս ինչի երեխան կամ այս ինչը մեր հարևանի երեխան քո տարիքում է եւ այս ինչ բանը կարողանում է արդեն, որտեվ երեխաները, որ մի անգամ հիասթափվեցին, հետո դրանից հետո արդեն իրենց ինքնագնահատականը շատ անկել։ Կամ նշաձողեր սահմանենք, ասենք, որ չէ, դու պետք է անպայման գերազանցիկ լինես դպրոցում, ու եթե հանկարծ ինքը մի տարին է ստացվի, որ ցածր գնահատական ունի որոշ առարկաներից, դա հիասթափության կտանի։ Կարծում եմ, որ չարժե դա սահմանել, որ կապը ամուր լինի ծնող եւ երեխա։ Չի կարելիները քննարկեցինք, հիմա խոսենք կարելիների մասին, ինչպես ամրացնել հոր եւ երեխայի կապը, խնդրեմ։ Նախ եւ առաջ փորձել իսկապես հայրիկին ներգրավել թե կենցաղային առօրյայում, թե դպրոցական հարցերում, թե առհասարակային ամեն ինչի իրան ներգրավել, ինչ որ կապված է երեխայի հետ։ Խնդրեմ։ Հետաքրքրվել եւ տեղյակ լինել երեխայի կյանքով, ինչ եղավ պարտեզում, ինչ արեցիր դպրոցում, երեխայի հետ շատ զրուցել, իր առօրյայից խոսալ, ներգրավված լինել երեխայի առօրյայի մեջ, այսինքն իր կյանքով հետաքրքրվել։ Մայրիկներն ինչպես օգնեն հայրիկներին, որ կապը երեխայի հետ ամուր ու կայուն լինի։ Ստեղծեն թեկուզ իրավիճակներ, որտեղ իրանք կմղվեն երկրորդ պլան եւ առաջ կգա հայրիկը, չգիտեմ, դպրոցից սկսված աղջիկների հետ գնան թեկուզ գեղեցկության սրա մազերը հարդարելու, չգիտեմ, տղաների հետ մեքենան սարքի բերեն, նման իրավիճակներ ստեղծել, որպեսզի երեխաների կապը ավելի շատ լինի։ Ցույց տալ երեխային, որ քո համար ինքն է առաջնահերթություն։ Օրինակ, եթե երեխադ մոտենում ու ինչ-որ հարցով դիմում է, կամ ինչ-որ խնդիր ունի, կամ ուզում է խաղալ, դու չես ասում, որ գիտես, ես հոգնած եմ, ես պետք է հանգստանամ։ Դու չես ասում, որ չես տեսնում աշխատում եմ, թող մնա հետո։ Եվ երեխան եթե զգա, որ ինքը երկրորդ պլան է մղվել, կարծում եմ, որ դա շատ վնասակար կլինի եւ հետագայում հարաբերություններ վերականգնելը բարդ կլինի։ Դրա համար կարելի է ուղղակի փակել համակարգիչը, դնել մի կողմ կամ մի կողմ դնել հեռախոսը եւ զբաղվել իրենով եւ այդ հասարակ ժեստը ցույց կտա, որ քո համար իր հետ շփվելը, իրեն դաստիարակելը, իր հետ ժամանակ անցկացնելը ավելի կարեւոր է, քան քո հանգիստը, քո ժամանցը կամ քո աշխատանքը։ Ցավոք մենք դեռ քննարկում ու ինչ որ իմաստով էլ համոզում ենք մեր հասարակության մի մասին, որ հայրը պետք է ներգրաված լինի երեխայի կյանքում, բայց որքան շատ բարձրաձայն ենք, որքան շատ կարծիքներ հնչեն եւ ծնողների օրինակից եւ մասնագետների մեկնաբանություններ, կարծում եմ հնարավոր կլինի ինչ որ իրավիճակ ու մտայնություն փոխել, որը գոյություն ունի մեզանում։ Շնորհակալ եմ շատ եւ վստահ եմ դուք ձեր ծնողավարման գործերում շատ հաջողություններ ունեցել եք ու դեռ կունենաք։ Շնորհակալ եմ սիրելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։